Եկեք կարդանք իրար հետ Գաղատացիներ 5:22 խոսքից ու տեսնենք, թե Պողոս ինչ է ասում։ Հոգու պտուղը այս է. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Սիրելի քույրեր, եղբայրներ, հոգու պտուղը նման է մի պտղատու ծառի, ու մենք պիտի ջանք գործադրենք, որ ունենանք պտուղը մեր մեջ։ Այստեղ կան մարդիկ, ովքեր ծառ տնկել են, աշխատանք են տարել ծառի հետ։ Հարկ ասուն ու շատ լավ կհասկանաք այս օրինակը։ Սիրելիներս, մենք ծառը նախ եւ առաջ պետք է տնկենք, փխրացնենք, ջրենք, պարտեսնենք։ Ու ծառը 1 տարեկան ժամանակ չեն կարա ստիպենք, որ ինքը պտուղ տա։ Կամ ձմռանը չեն կարա ծառին ստիպենք, որ պտուղ տա։ Այլ նախ եւ առաջ գալիս է ծառը ինչ որ մի տարիքի, մենք սկսում ենք էտել մաքրել նրա ավելորդ ճյուղերը, մշակել, տար ժամանակին իր ջուրը, խնամքը եւ երբ որ հասնում է ծառը իր տարիքին ու նոր տալիս է պտուղը։ Եվ նույն կերպ այսօր մեր մեջ պիտի աճեցնենք Սուրբ Հոգու պտուղը։ Մենք չենք կարող առավոտյան արթնանանք ու ասենք վերջ այսօրվանից ես համբերատարություն ունեմ ու սա վերջն է։ Չէ, սերնես, մենք պետք է ջանք գործադրենք։ Անընդհատ աշխատենք, որ ձևավորենք մեր մեջ այդ բնույթը, այդ բնավորության գիծը։ Հոգու պտուղը ամենալավ աճեցնելու լավագույն վայրերից մեկը դա անապատն է, թանկագին եկեղեցի։ Անապատում է, որ մենք հանդիպում ենք հակառակությունների, մշակվում ենք տաշնելով, դառնում ենք այն մեկը, որին մեր Տեր Աստվածը կուզի օգտագործել։ Թանկագին եկեղեցի, Տերը մեզ կոփում է, օծում ու զորացնում է հենց անապատի մեջ։ Անապատում է, որ մեր հակառակություններին, դժվարություններին հանդիպելով հղկվում ենք։ Այստեղ կան մարդիկ, ովքեր դանակ սրել են։ Սերես, մենք գործ անելուց դանակը նախ եւ առաջ ընտրում ենք այն դանակը, որը մեզի պիտանի է, որը ավելի հեշտ կաշխատենք դրա հետ։ Դանակները Առակաց գրքում գրված է, որ երկաթը երկաթով է տաշվում, սրվում։ Հին ժամանակում կար դանակներ, որ իրար քսելով ենք սրում։ Այսօրվա դանակները շատ նուրբ են, այսօրվա շատ քրիստոնյաների պես ցավոք սրտի։ Մեկ էլ դանակները մենք սրում ենք բրիսոկով, այսօր ամեն դանակ ուտի իր հատուկ բրիսոկը։ Բայց ես հիշում եմ Գերանդին, այստեղ մեր նոր սերունդը Գերանդին կիմանա մահի նկարից։ Բայց մենք Գերանդիով խոտ ենք խաղում։ Ու այդ Գերանդին երբ որ սրում ենք իր վրա երևում էր այդ կայծերը, ոնց է դուրս գալի։ Տեսնում ենք այդ հակառակությունը տաշվելու ընթացքը։ Սիրելիներս, այդ երկաթը ինչքան որ բրիսոկով սրում ենք, ինքը ավելի էր սրանում։ Եվ այսօր մենք էլ պետք է այդպես լինենք։ Պետք է մեր խնդիրների վրա գցվենք Հիսուսին վստահենք, Աստծուն, որ ինքը մեզի տաշի։ Չլինենք այսօրվա նուրբ դանակների պես, բայց զգույշ չխազվի։ Զգույշ չլինենք այս մի հանդիմանությունը ոնց ընդունենք, որ չջարդվենք, չկոտրվենք։ Չէ, սիրելիներս, մենք պետք է գցվենք այդ հանդիմանության վրա, վերցնենք ու փոխվենք, որովհետև էդի է մեզի տանում առաջ։ Մենք էլ այդպես տաշվելով դառնում ենք զորավոր մի գործիք։ Սերնես, անապատը պարտվելու վայր չէ, մանավանդ նրանց համար, ովքեր հնազանդ են Աստծուն, ովքեր ունեն լսող ակաժներ ու տեսնող աչքեր։ Անապատում չեն պարտվում այն զավակները, որոնց առաջնորդը Սուրբ Հոգի Աստված է։ Մեր Տեր Հիսուսը եկավ աշխարհ, ինքը հաղթեց անապատում թանկագիններս ու իր զավակներին միշտ մղում է դեպի հաղթանակ։ Անկախ նրանից, թե այսօր ինչքան մեծ է քո անապատը, քո խնդիրը։ Հիշում եք Պետրոս առաքյալը ջրի վրայով քայլում էր դեպի Տերը։ Նա հստակ քայլում էր այնքան ժամանակ, մինչև որ հայացքը թեքեց, տեսավ իր խնդիրը, տեսավ կողքի քամիներն ու ծովը։ Նա վախից սկսեց սուզվել։ Հիշում եք Հիսուսը նրա կողքը կանգնած էր, բայց միանգամից չգնաց Հիսուսը։ Հիսուսը սպասեց եւ Պետրոսը կանչեց, աղաղակեց. «Տեր, խեղդվում եմ, օգնի»։ Դեք հենց այդ ժամանակ Հիսուսը երկարեց ձեռքը, Պետրոսին ջրից հանեց ու նստացրեց խաղաղ նավակի մեջ։ Սնես եւ այսօր քո կյանքի անապատի մեջ Տերը քեզ տեսնում է, Տերը քո կողքին է, բայց Հիսուսը սպասում է, որ ես ու դու կանչենք. Տեր օգնի, հավատքով կանչենք, Տեր օգնի մեզ։ Եվ Տերը այդ ժամանակ կբռնի մեր ձեռքից, սերես ու դուրս հանելով կնստացնի այն նավակը, որտեղ կա հանգստությունը, որտեղ կա խաղաղությունը։
Տերը ուզում էր մեր կյանքի անապատների մեջ մենք չնայենք թանկագիններս մեր խնդրի մեծությանը, այլ նայենք Գողգոթա։ Պետրոսի նման նայենք միայն Հիսուսին, ոչ թե կողքի ալիքներին, դժվարություններին։ Նայենք Գողգոթա, որովհետև Հիսուսը հաղթել է իմ ու քո անապատը։ Անկագինես, երբ Տեր Աստվածը տվեց այս քարոզը, մտածում եմ անապատ, ինչ անապատ Տեր, ես ինչի մասին պետք է խոսեմ։ Գիտեք, առաջի բանը, որ արեցի, բացեցի Աստվածաշունչը եւ սկսեցի որոնել համարներ, որտեղ գրված է Աստվածաշնչի մասին։ Եվ աղոթում էի ու մտորում Տերը ասեց, ես քեզ կսովորեցնեմ։ Իմ կյանքի դժվարությունների, փորձների մեջ ավելացան էլի փոքր անապատներ, էլի փոքր խնդիրներ։ Եվ սրանց մեջ Տերը բարձրացեց եւ ամեն անգամ խոսքը տվեց։ Աղոթում էի, ասում էի, Տեր, ես ինքս էլ խորը թղթաբանության անապատի մեջ եմ ու չգիտեմ ուր եմ գնում։ Ես հիմա ինչ պետք է ասեմ քո զավակներին։ Թանկագին հոգի, եւ Տերը այսօր իմ ու քո համար տվեց ուժ տվող զորացնող մի խոսք։ Սիրելի եկեղեցի, ինչպես արդեն ասացի, անապատը պարտվելու, թշնամու առած ծնկի գալու վայր չէ։ Կամ հիշում եմ մեր գյուղի տատիկ պապիկներին ցավոք շատերը Աստծուն չեն ճանաչում։ Եվ սիրում էր լսել նրանց զրույցը, խորհուրդը։ Դեք շատ ժամանակ, որ ինչ որ մի բան վերջանում էր, կարիք էր լինում, նրանք խփում էին ծնկներին եւ ասում էին հիմա ինչ ենք անելու։ Զորավոր Աստծո թանկագին զավակ, այսօր դու չես հայտնվել քո կյանքի անապատի մեջ, որպեսզի ծնկի գաս թշնամու առաջ, որպեսզի խփես քո ծնկներին եւ ասես հիմա ինչ եմ անելու, այլ դու Տեր Հիսուս Քրիստոսով ունես հաղթական ճանապարհ անցնելու։ Հալելույա։ Այստեղ կան հավատացյալներ, որոնք հավատում են այս խոսքին, ովքեր կծափարեն Տեր Աստծուն եւ կփառավորեն Աստծո անունը։ Հալելույա, փառք մեր Տեր Աստծուն։ Անկագին հոգի, այսօր ուզում եմ մի հզոր գործ անենք հավատքով իրար հետ միասին։ Ուզում եմ հիմա ամեն մեկս հիշենք մեր կյանքի անապատը։ Սիրելի հոգի, որ դու նայում ես ինտերնետով քո տանը, ուզում եմ հիշես քո կյանքի անապատը, այն դժվարությունը, որտեղ հիմա գտնվում ես։ Ուզում եմ մեր խոսքի զորությունով այսօր պարտության մատնենք սատանային։ Հանկագիներս ամեն մեկը հիշեք ձեր կյանքի անապատը։ Եթե ուզում եք բարձրաձայն դավանեք ավելի լավ, եթե չէ ձեր սրտի մեջ, միայն խնդրում եմ հավատքով, դավանեք ու ասեք, որ դուք Հիսուսով հաղթել եք, Հիսուսով անցել եք ձեր կյանքի անապատը։ Սիրելիներս, ես դավանում եմ, իմ թղթաբանության անապատը ես անցել եմ ու ունեմ այն պատասխանը, որին սպասում եմ։ Հալելույա Հիսուսին։ Թող փառավորվի Տիրոջ անունը մեր խոսքի մեջ, ու այս ամեն դավարանքը դառնալու է վկայություն Հիսուսի սքանչելի անունով։ Հանկագիները շատ կարևոր է, որ մենք կարողանանք զանազանել ժամերն ու ժամանակները, մանավանդ մեր կյանքի անապատների մեջ։ Ինչպես Սողոմոնն է ասում, ժողովող 3 առաջին խոսքում Սողոմոնը այսպես է ասում. ամեն բանի ժամանակ կա, եւ ժամանակ երկնքի տակ բոլոր գործերին։ Սներս աշխարհում ամեն ինչ ունի իր որոշված ժամանակը։ Ոչ մի բան պատահական չի։ Ամեն ինչ ունի իր որոշված ժամանակը։ Սներս այսօր շատերը ցավոք ասում են մեկի ճակատագիրներ, մեկի բախտը բերել։ Այդպիսի բան գոյություն չունի աշխարհում։ Ամեն բան մեր Տիրոջ ձեռքերի մեջ է։ Հիշում եք Տեր Հիսուսը ասեց, որ մի ճնճղուկ մի դինարի վաճառումը մեր հայրը տեղյակ է դրանից։ Հիսուսը ասեց, որ իմ ու քո գլխի մազերը հաշված ու Աստված գիտի, որ մի մազ ընկնում է։ Որքան ավելի մեր կյանքի մնացած բաները։ Ինչպես ասի, մենք պետք է հասկանանք, թե որն է Աստծո կամքը անապատում իմ ու քո համար։ Հանկագիներս Աստված հենց այնպես չի տանում մեզի անապատ։ Աստված ոչ մի փորձուն ու դժվարություն հենց այնպես թույլ չի տալի։ Ներս Աստծո կամքն էր, որ բոլոր հրյաները անցնեն եւ հասնեն խոստման երկիր։ Եվ այսօր մեր Տիրոջ կամքը նույնն է իմ ու քո համար։ Տերը ուզում է, որ մենք էլ անցնենք մեր կյանքի այս ընթացքը եւ Քրիստոսի շնորհի ներքո ժառանգենք երկնքի առկայությունը։ Բայց եկեք մի կարևոր բան հիշենք թանկագիներս։ Հրյաները ովքեր որ տրտնջացին, չնազանդվեցին մեր Տեր Աստծուն, սկսեցին աղոթել սատանային իրենց տրտնջով։ Նրանցից շատերը տեսան խոստման երկիրը։ Նրանք տեսան, որ իրապես այդ երկիրը կաթ ու մեղր է բխում։ Նրանք վերցրեցին եւ տեսան այնտեղի բերքն ու բարիքը։
բայց չկարողացան մտնել խոստման երկիրը, որովհետև տրտնջացին։ Եվ այսօր ես ու դու ենք որոշում ժառանգենք, վերցնենք մեր Տեր Աստծուն նախասահմանած օրհնությունները։ Մտնենք երկնքի արքայությունը։ Դե այսօր ես ու դու էլ տրտնջանք մի խնդրի ժամանակ։ Այս թուղթը չի լում։ Այսօր մեկ ընտանիքիս անդամը հիվանդացել է, Տեր Աստված, բա ինչի համար, ես քո տան մեջ եմ։ Եվ այսպես տրտուժներով թանկագիներս մենք կաղոթենք սատանային եւ հակառակը կանգնենք մեր Աստծուն ու մենք էլ կձախողվենք։ Սիրելի եկեղեցի հրյաները նրանք ովքեր հավատացին, ասացին կարող ենք, դավանեցին, հրճակեցին, ինչպես այսօր ամեն մեկը սարեցինք, ու նրանք կարողացան ու ժառանգեցին Քանանը։ Եվ այսօր իմ ու քո խոսքով մենք ենք որոշում մեր ընթացքը։ Մեր Տեր Աստվածը նույն խոսքով սիրենս ստեղծեց երկինքն ու երկիրը։ Եվ այս ամեն ինչը որ տեսնում ենք ու ինչը որ վայելում ենք մեր կյանքերի մեջ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ եւ այդ նույն խոսքով դևերին հանեց, հիվանդներին բժշկեց, մեծամեծ հրաշքներ ու զորավոր գործեր արեց այդ նույն խոսքով։ Հանկագիներս Եղիա Մարքայի մասին գրված է, որ նա մերպես մարդ էր։ Նա ուներ կրքեր, մարդկային ցանկություններ, մարմնի ընթացք ուներ, բայց նա իր խոսքով գրված է, որ 3 տարի ու 6 ամիս փակեց երկինքը ու մեկ կաթիլ անձրև չեկավ։ Ու նա հավատում էր, որ այդ խոսքի զորությամբ կարող էր նույնքեր բացել երկինքը։ Եվ այսօր Տերը ինձ ու քեզ է տվել այդ խոսքի զորությունը, սիրելի հոգի։ Եվ ինչ որ դավանում ենք մեր խոսքով մեր կյանքերի մեջ, դա էլ կհնձենք։ Գիտեք, այսօր դու կարող ես մտածես ու խոսքով ասես քո ընտանիքի այն մի անդամը երբեք չի ապաշխարի, չի գա եկեղեցի։ Ու դու մտածես, որ խոսքեր ասեցիր ու գնաց, բայց չէ, սիրելի հոգի, քո խոսքը գործ արեց։ Դու Աստծո զավակ ես, քո ամեն մի խոսքը գործ է անում։ Գուցե հենց այդ բանը դու չտեսնես, բայց քո խոսքը գործում է։ Քո խոսքը կապում է երկնքում եւ արձակում է երկնքում, սիրելի հոգի։ Տերը այսօր այդ խոսքի զորությունը ինձ ու քեզի տվել է, որ մենք գործ անենք այդ խոսքով։ Քանդենք սատանայի գործերը եւ կապենք սատանայի ձեռքերը։ Սնես Աստծո կամքն էր, որ Եղիան անցներ այդ անապատը, որտեղ մտել էր։ Հիշում եք Եղիային Տիրոջ նախածախնդրությամբ գնաց Աստծո անապատը։ Հիշում եք 3-րդ թագավորությունում գրված այս մասին, Եղիայի կատարած գործը։ Այդ ժամանակ Աստծո մարգարեներին սպանում են թագավորները, Աքաբ թագավորը սպանում էր Աստծո մարգարեներին, ես չեմ կարդա ամբողջ 3-րդ թագավորացը, բայց այնտեղից դուրս են բերել համարներ, որը լսելով կորտվեք։ Բայց եթե չեք կարդացեք, կարդացեք 3-րդ թագավորացը ու այնտեղ շատ զորավոր գործեր կտեսնեք Եղիայի հավատքի մասին, կկարդաք ու դուք էլ կլցվեք, անպայման հավատացած եմ։ Անկագիներս մնացել էր միայն Եղիան, Աստծո վերջի մարգարեն, եւ նա եկավ կանգնեց Աքաբի առաջ ու ասեց ոնց որ մեր ձև հերիք եղավ բոլ եղավ, եկեք ասեմ ով է։ Գիտեք, նա ասեց կանչի քո Աստծո մարգարեներին եւ մենք զո մատուցենք։ Այն ժամանակ զո մատուցում են կրակ են վառում եւ դնում են իրենց զո Աստծուն պաշտելու համար։ Բայց Եղիան ասեց այս անգամ ուրիշ ձև ենք անելու, որ տեսնենք ում Աստվածը Աստված։ Գիտեք, նա կանչեց Աքաբը 450 մարգարեներին Բաղի։ Եվ ասաց դե դուք շատ եք, սկզբից դուք զո մատուցեք։ Գիտեք, նրանք բերեցին զվարակը, փայտը։ Եվ իրենց օրենքի համաձայն նրանք սկսեցին դանակներով, թուրերով իրենց մարմինը ճղել, որ արուն թափի եւ երկելով պտտվում էին այդ զոյի շուրջը, կանչում են ո Բահաղ Բահաղ։ Եղիան շատ հումոր ուներ, թանկագինես, եւ եկավ կեսօր Եղիան սկսեց ծաղրել նրանց։ Ու ասում էր գուցե ձեր Աստվածը զբաղված է, կամ գուցե արցակուրտ է գնացել, բայց Բահաղն էլ կարտեժուր չուներ, բեգլի լճում էր ամենաշատը։ Ինքն էլ ոչ միտեղ չէր կարող գնալ թանկագինես, ոչ էլ ականջ ուներ որ լսեր։ Նա ասում էր գուցե ձեր Աստվածը խիստ զբաղված է կամ քնով անցել, բարձր ձայն տվեք։ Եվ նրանք հոգնեցին գուցե կանչելուց եւ եկավ երեկոյան զոհի ժամանակը։ Եղիան ասեց չէ, ես sense սովորական զոհ չեմ ատուցի, որ չմտածեն դե փայտը չորեր, միամիտ վառվեց։ Եղիան խորը փոս փորեց, սիրելիներս։ Դրեց փայտը զվարակը եւ ասաց չէ, սափորով ջուր բերեք։
Ջուր բերեք եւ լցրեք այս ամենի վրա։ Եվ գրված է, որ նա այնքան ջուր լցնել տվեց, որ լցվեց ամբողջ փոսը եւ ամբողջովին ծածկվեց ջրով։ Դեք Եղիան երբ որ սկսեց աղոթել, երկնքից իջավ Տիրոջ կրակը։ Այն նույն Աստծո կրակը, որ այսօր ես ու դու ենք պաշտում, թանկագին հոգի։ Այսօր այդ նույն Հարկ մեր Աստծուն, թանկագինես, այսօր ամեն մեկս ունենք այդ իրավունքը, որ Աստծո մոտ մտնենք ու այդ նույն կերպով կանչենք ու Տիրոջ կրակը սպասում է, որ իջնի, այնտեղ որտեղ մենք ենք կանչում։ Ձերից գրված է, որ Տիրոջ կրակը իջավ եւ այրեց ամբողջովին այդ ջուրը, փայտը, զվարակը եւ նույնիսկ այդտեղ գրված հողը։ Բայց Եղիան մեծ նախանձախնդրություններ եւ այդքանով չսահմանափակվեց։ Եղիան գործեց, եկեք կարդանք 3-րդ Թագավորաց 18:40 խոսքից եւ տեսնենք, թե ինչ արեց Եղիան։ Եվ Եղիան ասաց նրանց. բռնեցեք Բահաղի մարգարներին, թող ոչ մի մարդ չպրծնի նրանցից։ Նրանց բռնեցին եւ Եղիան նրանց իջեցրեց Կիսոն հեղատի մոտ ու նրանց սպանեց այնտեղ։ Եվ Եղիան ասաց Աքաբին. Ելի գնա կեր ու խմիր, որովհետև սաստիկ անձրևի ձայն էր լսվում։ Տեսեք սիրելիներս չկար անձրև։ Եղիան չուներ ինտերնետ, որով կնայեր, որ այսօր անձրև է գալու։ Բայց Եղիան ուներ զորավոր հավատ եւ գիտեր, որ մեկ աղոթքով կբացվի երկինքը։ Եվ ոչ թե սովորական, այլ հեղեղ անձրևներ կթափվեն, թանկագիներս։ Եկեք շարունակենք 42 խոսքից ու տեսնենք, թե ինչ արեց Եղիան։ Եվ Աքաբը գնաց ուտելու եւ խմելու, բայց Եղիան բարձրացավ Կարմեղոսի գլուխը, խոնարհվեց մինչև գետին եւ երեսը դրեց ծնկների մեջ։ Հանկագիները սա շատ հրաշալի մի դիրք էր։ Սա կրոնական ինչ-որ ծառայություն չի, որ մենք բարձրանանք Սարի գլուխը եւ այսպես աղոթենք ու Աստված կպատասխանի։ Տեսեք, Եղիան Աքաբին, այսինքն աշխարհին ուղարկեց իր գործերով, աշխարհ դու գնա քո գործերով, բայց ես գնում եմ իմ հոր հետ զրուցելու։ Տեսեք, էսի մի հատ հրաշալի դիրք էր սիրելես, որ Եղիան այդպես իր գլուխը դրեց Աստծո ծնկների մեջ։ Էսի զրույց էր, եղել է, որ ձեր գլուխները դնեք ծնողների ծնկների մեջ եւ զրուցեք։ Էսի զրույց էր հայր ու որդու։ Նա զրուցեց Աստծո հետ եւ հեղեղ անձրևները տեղացին։ Հանկագինես եւ այսքանից հետո Հեզաբելը թագույն իմացավ, թե Եղիան ինչպես է վարվել։ Նա խոստում ուղարկեց Եղիան եւ ասաց, որ վաղը մինչև այս ժամը քեզ սպանելու եմ այնպես, ինչպես դու իմ մարգարներին։ Բայց Եղիան չնստեց ու սպասեց իր մահվանը, այլ գործ արեց։ Եկեք կարդանք 19:3 խոսքից, տեսնենք ինչ արեց Եղիան։ Նա վեր կացավ, գնաց իր անձը ազատելու եւ հասավ Հուդայի Բերսեբե եւ իր ծառային թողեց այնտեղ։ Իսկ ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անապատում, եկավ ու նստեց մի գիհի ծառի տակ եւ սրտանց ուզեց, որ մեռնի եւ ասաց. Արդեն բավական է, ով Տեր, առ իմ հոգին, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ։ Սիրելիս, այսօր գուցե մի դժվարության մեջ հոգնենք, գուցե մի պահ գա, որ թուլանաս, մարդկային ինչ-որ բան արթնանա քո մեջ սիրելի հոգի, բայց Աստված չի ուզում, որ դու թուլանաս, Աստծո կամքը չի, որ այսօր ես ու դու մնանք անապատում, Աստված չուզեց, որ Եղիան մնա անապատում, Աստված ուներ նախասահմանած որոշում եւ ճանապարհ Եղիայի համար, թանկագին հոգի։ Եկեք շարունակենք 5-րդ խոսքից ու տեսնենք, թե Աստված ինչ էր պատրաստել Եղիայի համար։ Եվ Եղիան պառկեց ու քնեց գիհու տակ, եւ ահա մի հրեշտակ դիպավ նրան եւ ասաց նրան. վեր կաց, կեր։ Եղիան նայեց եւ ահա նրա գլխի կողմում տաք քարի վրա մի թխած նկանակ կար եւ մի կուժ ջուր։ Սիրելիս, Աստված հնացած սառը հաց չի տարի։ Մի քանի օր անցած հաց չի տար, այլ բերում է թարմ հաց ամեն ժամանակ։ Աստված տվեց այն ջուրը, սիրելիս, որը Եղիան խմեց, կերավ ու զորացավ։ Շարունակելով 7-րդ խոսքից գրված է. նա կերավ խմեց եւ դարձյալ քնեց։ Եվ Տիրոջ հրեշտակը դարձյալ եկավ դիպավ նրան եւ ասաց. վեր կաց, կեր, որովհետեւ ճանապարհը շատ երկար պիտի
լինի քեզ համար։ Եվ նա վեր կացավ, կերավ ու խմեց, եւ այդ կերակուրի զորությամբ 40 օր, 40 գիշեր գնաց մինչև Աստծո սարը քորև։ Հանկագինես մեր Տերը նույնն է եւ այսօր մեր կյանքի անապատների մեջ նա ամեն ժամանակ մեզ տալիս է տաք հաց, որը չի նանում։ Աստծո խոսքն է, Աստվածաշունչը։ Աստված ամեն ժամանակ ինձ ու քեզ տալիս է սառը ջուրը, այն համեղ ջուրը, որը չի վերջանում, սիրելի հոգի, որն է մեր աղոթները, ինչպես խոսքը ասում է, որ իմ ու քո ներսից կենթանի գետերի ջրեր են բխելու։ Դա մեր աղոթներն է Սուրբ Հոգով լցված։ Հանկագինները շատ կարևոր է, որ մեր դժվարությունների խնդիրների մեջ Աստծուն թողելու, Աստծուց նեղանալու, հեռանալու փոխարեն մենք պետք է անդադար փնտրենք Աստծո երեսը, կարդալով եւ աղոթելով։ Ու մեկ կարևոր քայլ սիրելիներս, որ մեր մեկտեղ հավաքվելը երբեք բաց չթողնենք։ Սիրելիներս, մեր Տեր Հիսուսը Աստված լինելով Գեցսեմանի պարտեզում, երբ որ հակավ հարցակումը, երբ որ իր քրտինքը արյուն դարձավ այդ ճնշումից, այդ հարցակումից, նա չասեց, դե ես Աստված եմ, ես կարիք չունեմ աղոթելու։ Նա հակառակ շրջվեց հորը, չասեց, դե հերիք եղավ, ես խի պիտի տանջվեմ այսքան։ Այլ չէ, նա այդ նեղության ժամանակ փնտրում էր հոր երեսը։ Նա խոսում էր Հայր Աստծո հետ, աղոթում էր եւ զրուցում էր, որպեսզի զորանա։ Այսօր որքան առավել ես ու դու կարիք ունենք մեր նեղությունների մեջ հորից բռնվելու, բաց չթողնելու։ Այսօր ցավոք սրտի սատանան գալիս է հենց այդ ժամանակ սիրելիս։ Կգա եւ քեզ կասի իր սուտը, կասի բա դու եկեղեցում ես։ Ինչու է եկել քո այս խնդիրը։ Բա դու հաստատ ունես, հավատարիմ ես քո զոհերի մեջ, քո ընծաների մեջ, ինչու խնդիրներ ունես։ Ինչու է բացվել քո համար խնդիր, չունես աշխատանք, չունես բնակարան, չունես սա, կբերի իր ստերով կսկսի կերակրել թանկագին հոգի։ Բայց եկեք հիշենք, Աստվածաշնչի մեջ չկա ոչ մի տեղ գրված, որ Հիսուսը ինձ ու քեզ ասել է, որ դու կհավատաս ինձ տունը փափուկ բարձի վրա կպարկես, կմտնես TikTok, կզբաղվես քո ինտերնետի գործերով, չէ, սիրելի հոգի։ Հիսուսը ասեց, որ կգան նեղություններ, կգան դժվարություններ, բայց Հիսուսը ասեց, որ քաջացի սիրելի զավակ, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։ Փառք մեր Տեր Աստծուն։ Սերնես եւ դրա համար խոսքը վերցնելով մեր նեղությունների մեջ միայն մեր մարմինը չպետք է կերակրենք, որովհետեւ միայն մեր մարմինը կերակրելով մենք երկար ճանապարհ չենք անցնի, այլ մեր խնդիրների ու դժվարությունների մեջ մենք պետք է անդադար կերակրենք, սպառազինենք մեր հոգին, որ հասնենք Աստծո սարը քորև, այսինքն մեր խնդրի լուծմանը, փառավորելով մեր Տիրոջ սքանչելի եւ զորավոր անունը։ Հանկագին եկեղեցի մենք անապատների մեջ անցնում ենք դժվար ճանապարհներ, նեղ ու խիտ ճանապարհներ, եւ դրա համար մենք տարբերենք թե ինչպես պետք է անցնենք այդ ընթացքը, այդ ճանապարհները։ Սնես անապատային ընթացքը օրհնություններ, հրաշքներ ու նշաններ փնտրելու վայրը չի, այլ անապատում մենք պետք է փնտրենք Տիրոջ սիրտը, Տիրոջ երեսը փնտրելու վայրն է։ Հենց անապատում է, որ կարող ենք ավելի շատ մոտենալ մեր Տեր Աստծուն թանկագիներս։ Որովհետև հենց անապատում այդ դժվարությունների խնդիրների ժամանակ է, որ ավելի շատ ունենում ենք մեր պատերազմի սենյակի կարիքը։ Այստեղ ովքեր ունեն պատերազմի սենյակ։ Փառք Աստծուն, հալելույա Հիսուսին բոլորիդ համար։ Այդ սենյակը թող միշտ ծառայի սատանայի պարտության համար։ Այդ սենյակը երբ որ ամեն մեկս բացում ենք ու մտնում ենք, թող սատանան դողա։ Թող քանդվի սատանայի գործեր ու փառավորվի Տիրոջ անունը մեր կյանքերի մեջ, հալելույա Հիսուսին։ Սներս անապատային ընթացքի ժամանակ է, որ ձևավորում ենք մեր մեջ Քրիստոսի բնավորությունն ու բնույթը, որովհետև հենց անապատում պիտի թաղենք մեր հին մարդուն, թողենք մեր հին մարդը, հին ընթացքը ու նորովի զորացնենք մեր նոր մարդուն, որը ծնված է Քրիստոսից։ Անապատում է, որ սովորում ենք հստակ քայլել դեպի Տերը։ Մեր փորձություններին ու դժվարություններին բախվել անցնելով, Տիրոջ խոսքին հուսալով սերնես, որովհետև Տերը խոստում ունի իմ ու քո համար։ Տերը խոստացել է եւ ինձ ու քեզ ասել է։ Առաջին Կորինթացիներ 10:13 խոսքում Տերը ասել է ինձ ու քեզ, որ քեզ ուրիշ փորձություն չի պատահի, բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է սիրելիս։
Նա ինձ ու քեզ չի թողնի, որ մեր կարողությունից առավել փորձվենք, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանանք համբերել։ Թանկագիններս, Աստված ուզում է, որ մենք Քրիստոսի հույսով համբերենք։ Սիրելիս, փորձության ելքը, փորձությունից դուրս գալու լավագույն ճանապարհներից մեկը դա համբերելն է։ Մենք պաշտում ենք մի Աստծո սիրելիներս, ով որ չի բերում կարմիր ծովի մոտ ու Պիղատոսի նման ձեռքերը լվանալով ասի ես բան չեմ կարող անել։ Մեր Տեր Աստվածը ծովի մոտ ուղակի նավակներ չպատրաստեց, որ անցնեն հրյաները, չէ՞ սիրելիներս։ Այլ Տերը Մովսեսին ասաց բարձրացրու գավազանը եւ մեկնիր քո ձեռքը եւ այդպիսով կճեղքես ու կանցնես կարմիր ծովը։ Հալելույա մեր Տիրոջը։ Սիրելի հավատացյալ, այսօր որ դու կանգնած ես քո խնդրի կարմիր ծովի առաջ, Տերը չի փոխվել։ Այսօր Տերը քեզ ասում է, որ բարձրացու քո գավազանը, որն է քո աղոթները։ Տերը այսօր քեզ ասում է մեկնիր քո ձեռքը, որն է քո հավատքը։ Եվ դու այդտենց կանցնես Ատլանտյան օվկիանոսի մեջտեղով, սիրելի հոգի, անկախ քո խնդրի մեծության ու դժվարությունից։ Անկագինես, այսօր երբ կանգնած ենք հիվանդության, թղթաբանության, աշխատանքի կամ մեկ այլ դժվարին անապատի մեջ, սիրելի հոգի, այսօր չպետք է փնտրենք մեր հրաշքի ուղակի մեզ լավ լինելու համար, այլ պետք է փնտրենք Տիրոջ կամքը, սիրելիներս, որովհետև ինչ է Տիրոջ կամքը իմ ու քո համար։ Աստված օրհնի։ Մեր կարդացած եկեղեցի ոնց որ հովն է ասում։ Տիրոջ կամքը մեր համար բարին է, հաճելն ու կատարյալը։ Մենք պիտի միշտ փնտրենք Տիրոջ կամքը մեր կյանքի ընթացքի մեջ։ Այսօր մեր խնդրի մեջ պետք է փնտրենք ճանապարհ, թե ինչպես փառավորենք Տիրոջ անունը։ Սներս Տերը ուներ լիքը ճանապարհներ, որոնցով կարար հрьяաներին հասցնել խոստման երկիրը։ Տերը կարար չէ տաներ այնպես, որ պատերազմներ չտեսնեին, ծովը չանցնեին, հեշտությամբ եւ խաղաղությամբ, բայց չէ սիրելիներս։ Տերը ուզեց, որ փառավորվի իր սուրբ անունը։ Ու դրա համար նա մինչև վերջին վայրկյանը կարծրացրեց փարավոնի սիրտը։ Եվ Եգիպտացիների ձերն ու կառքերը զինվորներին ծովի տակ թողնելով փառավորեց իր սքանչելի եւ մեծ անունը։ Եվ այսօր թանկագիններս ուզում եմ, որ ամեն մեկս քննենք մեզ ու տեսնենք։ Մենք ուզում ենք մեր կյանքի այդ կարմիր ծովերը անցնենք մեր հեշտ կյանքի համար, որ ուղղակի անցնենք, ասենք Տեր ջան, ես մի բանն էլ բրցանք, բախտներս բերեց, հա, ես մի բանն էլ անցանք ու հեշտ ապրում ենք դրա համար։ Դե որ անցնենք եւ հետ նայելով փառը կտանք Աստծուն։ Ասենք Տեր, քո զորությունով անցանք այս ճանապարհը։ Փառավորվի Տիրոջ անունը։ Սերնես անապատում առաջնային քայլերից մեկն էլ սա է, որ մենք պետք է միշտ զգանք Տիրոջ ներկայությունն ու առաջնորդությունը։ Եվ դրա համար կուզեմ հասկանանք, թե ինչպես կարող ենք զգալ Տիրոջ առաջնորդությունը անապատում։ Սիրելի հոգի, եթե ես ու դու հասկանանք, թե որտեղ են գտնվում մեր անապատում, մենք զգանք Տիրոջ առաջնորդությունը գիշերը կրակի սունով, իսկ ցերեկը ամպի սունով, եւ կհասկանանք այդ ընթացքը, թե ինչպես անցնենք։ Գիտեք, հрьяաները գիշեր ցերեկ անդադար չեն քայլում, այլ Աստված անապատի մեջ, կարմիր ծովի մեջ նրանց ամեն ժամանակ սովորեցնում էր։ Ուզում էր բարձրացնել նրանց հավատքը, սովորեցնում էր հնազանդություն։ Գրվածը որտեղ որ կանգնում էր կրակի սունը Սուրբ Հոգի Աստվածը, այնտեղ բանակ էին դնում եւ սպասում են այնքան ժամանակ, մինչեւ որ նորից կշարժվեր։ Եվ երբ շարժվում էր Սուրբ Հոգին, ամպի սունը, նրանք հավաքում են իրենց ունեցածը եւ գնում են նրա ետևից։ Հանկագինես նրանք ամեն ժամանակ սպասում էին։ Եվ այսօր մենք էլ պետք է բաց լինենք Տիրոջ առաջ, որպեսզի կարողանանք զգալ, թե նա երբ է շարժվում մեր կյանքի մեջ, մեր դժվարությունների մեջ, որ բաց չթողենք, այլ շարժվենք նրա ետևից։ Սերնես Տերը ամեն ժամանակ առաջնորդում է նրանց, ովքեր որ բաց են, ովքեր որ ունեն լսող ակաժներ ու տեսնող աչքեր։ Բայց այսօր եթե ես ու դու Աստծո առաջ փակել ենք մեր ակաժներն ու աշկերը եւ ուզում ենք մարդկային ճարպկությունով անցնենք մեր խնդիրների լուծմանը։ Ուզում ենք մարդկայինորեն շուտ վերջացնենք այդ ամենը եւ հասնենք մեր խնդրի լուծմանը։ Հանկագինս ես չեմ վախենա ու կասեմ, որ մենք կձախողվենք։ Մենք վայր կընկնենք, եթե չսկսենք լսել Սուրբ Հոգուն։ Ես ուզում եմ հիմա մի հատ օրինակ տեսնենք ու ավելի լավ կհասկանանք հավատացյալի 3 օրինակը ուզում տեսնեմ Արման ախպերս, որ խնդրեմ կօգնես ինձ։
Հիմա պատկերացրեք, ես Սուրբ Հոգին եմ, Արմանը այն հավատացյալն է, ով ակաժները փակել է ու աշկերը փակել է ու ուզում է մարդկային ճարպկությունով գնա իր օրհնության հետևից։ Պատկերացրա հիմա քո օրհնությունը օրինակ ընդեղ է ու չէ, այդ գնում ես ընդեղ։ Всё, ես ստեղ էիր դու, հիմա քայլելով գնացին ընդեղ քո օրհնության հետևից։ Բայց տեսեք, ստեղ մի հատ պարզ բան։ Սուրբ Հոգին Արմանի կողքն էր, չէ՞, սկզբից իրար կողք էիք։ Արմանը եթե լսեր իմ ձայնը, Սուրբ Հոգին կասեր, որ պտտվի ու վերցրա քո օրհնությունը հեսա։ Բայց Արմանը մարդկային ճարպկությունով փորձեց ինքը գտնել իր պատասխանը։ Փորձեց ինքը գնաց ու հрьяաների պես 11 օրվա ճանապարհը Արմանը կեթա 40 տարի։ Եվ հрьяաների շատերի պես չկարողացան ու չի վերցնի իր օրհնությունը։ Բայց կա եւս երկրորդ մի տեսակ արի մոտ իմ ախպեր։ Երկրորդ մի տեսակը, ով որ անդադար էլի շտապելու պատճառով ու շարժվում է, ուզում է հասցնի համոն շարժվի Սուրբ Հոգու հետ հավասար, բայց էսի էլի այն տեսակն է, որ կձախողվի եւ վայր կընկնի։ Արի էս լենտեղը, կանի կողքս, հիմա չէ, հիմա փորձի ուղակի իմ հետ հավասար շարժվի։ Հիմա իմ հետ հավասար փորձի շարժվի։ Արի։ Տեսեք, թանկագիններս, էսի այն բանն է։ Արմանը ֆիզիկական ավելի ճկուն լինելով կարա իմ հետ հավասար շարժվի։ Կարա իմ միտքն էլ հասկանա շարժվի ֆիզիկական ճկուն լինելու պատճառով։ Բայց մենք Սուրբ Հոգու հետ չեն կարա այսպես շարժվենք։ Գնացքը երբ որ իր գծերից դուրս գա, ինքը երբեք չի հասնի A կետից B կետը։ Բայց կա քրիստոնյայի հավատացյալի երրորդ մի տեսակը, ով որ ունի տեսնող աչքեր ու լսող ականջներ։ Եվ նա միշտ բռնված Սուրբ Հոգուց կգնա այնքան ժամանակ, մինչև որ կհասնի իր պատասխանը։ Հիմա բռնի իմ շորից ու արի իմ հետևից։ Տեսեք, թանկագիններս, հիմա ես ինչքան գնամ, Արմանը չի ձախողվի։ Ինքը անընդհատ կգա իմ հետևից։ Ու այսպես նույն ձև շնորհակալություն ախպերս։ Աստված օրհնի։ Անկագինես ու այսպես մենք եթե ունենանք տեսնող աչքեր, լսող ականջներ, մենք միշտ այսպես կշարժվենք Սուրբ Հոգու հետևից։ Եվ այսպիսի մի տեսակ էր, այսպիսի մեկ հավատացյալ էր Մովսեսը, սիրելիներս։ Մովսեսը անապատում մի անգամ չասեց Տեր դե հերիք եղավ, բոլ եղավ։ Առաջնորդի շուտ գնանք ու հասնենք տեղ։ Դե գրված է, որ նրանք հասան Կարմիր ծովի մոտ, Մովսեսը չասեց. դե դու Աստված ես, մի անգամից ծովը բացի։ Այլ չէ, նրանք ամբողջ գիշեր սպասեցին։ Սպասեցին մինչև Տիրոջ քամիները փչեց եւ ծովը բացեց։ Ու միայն Տիրոջ խոսքից հետո Մովսեսը առաջնորդեց իր ժողովրդին։ Իսկ արդյոք այսօր մենք այդպես ենք սիրելիներս։ Արդյոք մենք ամեն մեկս գիտենք նստել ու լսել Տիրոջ ձայնը, սպասել Տիրոջը։ Դեք հիշում եմ Հովիվ Արթուր Սիմոնյանը մի հատ հրաշալի բան ասեց, որ այսօր շատ հաճախ մենք սկսում ենք աղոթել հայերեն, սկսում ենք աղոթել լեզուներով, աղոթում ենք ու երբ որ պիտի Տերը խոսա, մենք ասում ենք ամեն ու թույլ չենք տալիս։ Դեք, էսի շատ մի հատ կարևոր բան է, ու մենք աղոթքից հետո պետք է սովորենք լսել Տիրոջ ձայնը, սպասել Տիրոջ խոսքին։ Սիրելիներս, ճիշտ հասկացեք։ Աստված ուզում է, որ մենք համառ լինենք եւ ոչ թե կամակոր։ Եվ այսօր դու քո A կետից B կետը քո անապատի մեջ գնում ես համառորեն թե կամակոր երեխայի պես, որովհետեւ քո սիրտը տենց է ուզում, որովհետեւ քո այդ խնդիրի լուծումը քո մարմնին հաճելի է։ Թե դա Աստծո կամքն է քո կամքի մեջ, քո կյանքի մեջ։ Դրա համար Աստծուց բռնված դու առաջ ես շարժվում։ Սնես Աստված Հակոբին օրհնեց իր համառության համար, բայց այսօր անապատի մեջ միայն մեր շահը, մեր օգուտը չպիտի փնտրենք։ Այլ հենց անապատում է, որ մենք հասունացնում ենք մեր սերը, մեր Տեր Աստծո հանդեպ, որ միայն չհարցնենք Տեր ինչ ես բերել ինձ համար, Տեր այսօր ինչ ես անելու ինձ համար։ Մենք չպետք է լինենք էգոիստ երեխաների նման։ Ցավոք սրտի այսօր շատ հավատացյալներ հենց այդպես են։ Հանկագիներս մեկ օր զրուցում էի մի քուրիկի հետ, խոսում ենք հոգևոր կյանքից, աղոթքի կյանքից, ծառայություններից, եւ երբ խոսեցինք աղոթքից, քուրիկը ասեց առավոտյան ժամը 7-ին արթնանում եմ եւ աղոթում եմ։ Այս խոսքը ոգևորում է։
Էսի հրաշալի ու սրտիս մեջ ես ցնծացի, որ ինձ զորավոր քուրիկը առավոտ 7-ին հելում եմ ու աղոթում եմ։ Ու ականջ եմ դնում, որ լսեմ շարունակությունը ինչ է ասում, եւ քուրիկը ասած աղոթում եմ եւ ասում եմ. «Տեր, խնդրում եմ, օրհնիր ամուսնուս։ Օրհնիր իմ տղայի աշխատավարձը, ինձի մի հատ գործ տուր»։ Սես մի աղոթ, որ անընդհատ ուզում եմ Տեր, խնդրում եմ սա էլ արա, այս մի բանն էլ չմոռանաս, գիտեք, էսի մի տեսարանա բացում, որ մենք սիրում ենք, չէ, որ գնում ենք խանութ մեծ առևտուրի համար, նախ եւ առաջ ցուցակ են գրում։ Էսի մի հատ տեսարան էր, որ քուրիկը ցուցակով ամեն առավոտ ժամը 7-ին գալիս էր Աստծո առաջ, որ Տեր չմոռանաս։ Մեր Աստված վատ հիշողություն չունի, սերներս։ Աստված ասում է, որ ձեր խնդրինքը խնդրանքով, աղաչանքով բերեք ինձ մոտ, ցույց տվեք, եկեք իմ առաջ։ Բայց սիրելիս, այսպես մենք ցույց չենք տալիս մեր սերը։ Այսօր սիրող զավակներ լինելով Աստծուն մեր սերը ցույց տալու համար, երբ որ արթնանում ենք ժամը 7-ին եւ սկսում ենք աղոթել, եկեք աղոթենք ու ասենք. Տեր, այսօր ինչ կարամ անեմ քեզ համար։ Այսօր որտեղ կարամ ծառայեմ քեզ։ Ինչպես փառավորեմ քո սքանչելի անունը։ Եվ այդպես մենք ցույց կտանք մեր սերը, որովհետև մեր Տեր Հիսուսը ասաց. դուք վերցրեք իմ հոգսն ու բեռը, եւ ես ձերը կտանեմ։ Թանկագիններս, անապատը մի տեղ է, որտեղ հոգևոր հասակ ենք ձեռք բերում, որտեղ կոփում ենք, զորանում ենք։ Մեր առաջ դուրս եկած մեծ խնդիրը փոքրացնում ենք Հիսուս Քրիստոսի խաչով։ Սկսում ենք սովորել ծիծաղել սատանայի վրա։ Անապատը այնտեղն է, որտեղ ավելի լավ ճանաչում ենք ինքներս մեզ, ճանաչում ենք մեր Տեր Աստծուն։ Մեր անապատը անցնելով մենք զորանում ենք սենց ինչպես Հիսուսը, ինչպես Դավիթը, Մովսեսը, Հովսեփը եւ մնացած այն զորավորները, որոնք անապատներից դուրս եկան հաղթանակած։ Անապատում մեր ամենալավ ընկերը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Այսօր մեր կյանքի անապատում շատերը կթողեն մեզ, շատերը կուրանան, բայց Տեր են Աստվածը, ով ասում է, եթե քո հայրն ու մայրն էլ քեզ թողեն, ես քեզ չեմ թողնելու։ Հիշում եք Հոբին։ Հոբը մի մարդ էր, ով ուներ այս կյանքում անհրաժեշտ ամեն ինչ, նա ուներ մեծ ընտանիք, հարստություն, շատ ընկերներ, բայց երբ որ Աստված թույլ տվեց, որ Հոբը մտնի անապատ, նրա կինը ասեց, որ հայրիկ հո Տեր Աստծուն, մի բռնել ես այդ կատարության ճանապարհը, հայրիկ հո Տեր Աստծուն ու մահացի։ Նրա ընկերները եկան փոխարեն նրան սփոփեն բարձրացնեն։ Նրան սկսեցին մեղադրել, որ դու մեղք ես գործել, որ դու մեղքերի մեջ ես ու դրա համար Աստված քեզի պատժում է։ Թանկագիններս, այսօր շատ հաճախ կհանդիպենք նույն տեսարանին, երբ որ մի քրոջ կամ եղբոր կյանքում մի բան ձախողվել է։ Հաճախ կլսենք, որ շատերը նույն կերպ մեղադրում են սփոփելու բարձրացնելու փոխարեն։ Եվ մատնացույց են անում, որ մի բան ես արել, մի մեղք ես գործել ու դրա համար ես պատժվել, բայց չէ, սիրելիներ, բոլորս գիտենք Հոբին։ Բոլորս գիտենք, որ միայն Հոբի մասին է գրված, որ նա կատարյալ արդար մարդ էր։ Սիրելի հոգի, այսօր մենք պետք է սփոփենք իրար, բարձրացնենք։ Հոբը այն մեկն էր, ով իր դժվարությունների, անապատների, այդ կորուստների ժամանակ չմեղանչեց։ Բերանը չբացեց Աստծո առաջ։ Եվ Տերը հավատարիմ է սիրելիս, Տերը հավատարիմ եղավ Հոբին, եւ այսօր Տերը հավատարիմ է ինձ ու քեզ, սիրելի քրիստոնյա, եւ ելի խոստում ունի Տերը մեր կյանքի բոլոր բնակավարների մեջ։ Հռոմեացիներ 8:28-ում Տերը ասում է ինձ ու քեզ. բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են նրա կամքով։ Այստեղ կան մարդիկ, ովքեր կանչված են, ովքեր սիրում են Աստծուն։ Հալելույա։ Փառավորվի մեր Տիրոջ անունը։ Սիրելիս, Հոբի վաղճանը ավելի լավ եղավ։ Հիշում եք, Աստված Հոբին օրհնեց իր ունեցած ամեն ինչից 7 անգամ ավելի։ Հոբին օրհնեց դուստրերով եւ զավակներով։ Եվ այսօր Տերը ուզում է նույն կերպ օրհնի ինձ ու քեզ, թանկագիներս, նա ուզում է վերաբերվի իմ ու քո հետ, թանկագին հոգի։ Միայն թե մենք էլ պիտի մեր անապատի մեջ հավատանք ու համբերենք։ Սերնես, բոլորդ կարծեմ գիտեք, ես ինքս էլ որպես հավատացյալ ծնվել եմ Հայաստանում, բայց որպես քրիստոնյա ծնվել եմ Հայաստանում, որպես հավատացյալ իմ կյանքի անապատների մեջ կներեք շփոթեցի, իմ կյանքի դժվարության ու անապատների մեջ։ Դες դա մի անապատ էր, որտեղ շատերը ուղակի ուրացան։ Ոմանք Պիղատոսի նման ձեռքեր լվացին, որ իբրև չեն էլ ճանաչում, իբրև ոչինչ չի եղել։
Շատերը մեջքով ու հակառակ կանգնեցին, բայց այսօր ուզում եմ փառք տամ իմ Տեր Աստծուն։ Հիսուս Քրիստոսի համար ու այն մարդկանց, ովքեր որ մի վարքյան անգամ չուրացան, հակառակ չկանգնեցին։ Սներս Տերը թույլ տվեց, որ իջնեմ մինչև մահվան շուքի ձորը, բայց նա կյանք տվեց ու ինչպես տեսնում եք, հավիտենական կյանք, հալելույա իմ Աստծուն։ Փառավորվի մեր Տիրոջ սքանչելի անունը։ Հանկագինես, այստեղ շատերս ծնվել ենք աշխարհիկ ընտանիքում, ապրել ենք աշխարհի մեջ, վարվել ենք աշխարհի նման եւ հետո նոր Տիրոջ ողորմությամբ եկել ենք Աստծուն։ Եվ համամիտ կլինեք իմ այս օրինակի հետ։ Մեր կյանքի մեջ դժվարություն, ես հիշում եմ իմ դպրոցական տարիներից այն պատանի ժամանակները ավելի աշխուժ, դեք որ լինում էր կռիվներ, ինչ որ խոսակցություններ, մենք միշտ ձգտում ենք, որ մեր կողքին լինեն ուժեղ ընկերներ, այն ընկերները, որոնք ավելի ֆիզիկապես ճկուն են, ճարպիկ են։ Գիտեք, երբ որ գալիս էր այդ ժամանակը, որ պիտի հանդիպենք, այդ կռիվը, հա, որ պիտի լիներ, ու երբ որ մեր կողքին լինում են այդ ուժեղ ընկերները, մենք ավելի վստահ ենք մեզից զգում։ Մենք մեզի հաղթանակած ենք զգում։ Գիտենք, որ արդեն վերջ մենք հաղթել ենք։ Այդ հաղթանակը մերն է, չկա ուրիշ բան։ Սենես, որ մեր կողքին ունենում ենք ուժեղ եւ այդպիսի զորավոր ընկեր, մենք մեզի վստահ ենք զգում։ Այսօր որքան ավելի մենք զորավոր ու ուժեղ պիտի զգանք մեզի, որ մեր ընկերը հայրը, Տերն ու Փրկիչը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ինչքան հաղթանակած պիտի քայլենք ու վստահ։ Այսօր ինչքան էլ մեծ է քո անապատը, ինչքան դժվար է քո խնդիրը, սիրելի հոգի։ Մենք պետք է միշտ հիշենք, ունենանք մեր սրտի մեջ, որ մեր Տերն ու Փրկիչը, մեր Հիսուս Քրիստոսը ավելի ուժեղ ու հաղթանակած է։ Հալելույա։ Եվ դրա համար սներս միշտ պետք է հուսանք Հիսուսին եւ քայլենք նրա հետ։ Իսկ Տիրոջ հետ քայլելու համար մենք պետք է ունենանք հոժար եւ խոնարհված սիրտ եւ պիտի օգտագործենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի տված բանալին։ Ուրանանք մեր անձը, վերցնենք մեր խաչը ու գնանք նրա ետևից։ Սելի քրիստոնյա, Աստված իր զավակներին է միշտ առաջնորդում անապատ։ Իսկ երբևէ հարցրել ես ինքդ քեզ կամ քո Աստծուն, թե ինչու Աստված հենց իր զավակներին առաջնորդում թույլ տալի, որ մտնեն անապատ։ Սնես հաճախ Տերը ինձ ու քեզ ցույց կտա մեզ գործեր, մեզ ծրագրեր, որը նա կուզի իրագործի մեր միջոցով, եւ դրանից հետո նա մեզ առաջնորդում է անապատ, այնտեղ մեզ սովորեցնելու համար, կոպելու համար։ Սերիս, երբ որ ես ու դու վերցնում ենք այդ խոստումը, որը Տերը տվել է մեզ, այդ ժամանակ սկսվում է անապատային ընթացքը։ Աստված անապատում մեր մեջ ձեռում է անհրաժեշտ հավատքը, անհրաժեշտ բնավորությունը, որով մենք չենք ձախողվի եւ կիրագործենք այն կոչումը, որի համար նա մեզ կանչել է։ Աստված ամեն մեկից կանչել է սիրես եւ նա ուզում է, որ ամեն մեկս դառնանք պիտանի օգտագործվող անոտ իր գործի համար։ Հանկագիներս մարզիկը լավագույնն է դառնում իրան կոփելու արդյունքում։ Գիտեք, մարզիկը մեր հարութը ստեղ է, չէ՞։ Հարութը մրցումներից առաջ ինքը սկսում է ամբողջովին ներսուզվել իր մրցումների վրա։ Գիտեք, հարութը չի սկսում ֆիլմ նայել մրցումներից առաջ։ Ցանկացած մարզիկ, ով որ ուզում է հաղթանակ տանի, ինքը մրցումներից առաջ չի սկսում ուղղակի զբաղվել աշխարհի գործերով, այլ սկսում է ներսուզվել իր ժամանակը, մարմինը ամբողջովին ներգրավել իր մրցումների մեջ, որպեսզի հաղթանակ տանի։ Եվ այսօր մենք որքան առավել Աստծո զինվորներ, զավակներ լինելով, ինչքան առավել մենք պիտի միշտ պատրաստ լինենք պատերազմելու, հաղթանակ տանելու։ Սերնես, բայց եւ այնպես Աստված ունի նաեւ մեկ այլ նպատակ, որի համար ինձ ու քեզ կառաջնորդի անապատ։ Աստված կուզի տեսնի, որ մենք անապատում քարս կզգանք իր հանդեպ, թե կկարոտենք մեր հին ճակերտների մեջ փափուկ կյանքը, ինչպես արեցին հրյա ժողովուրդը։ Նրանք Աստծո երեսը փնտրելու փոխարեն երազում են Եգիպտոսում ստրուկ լինեն, որովհետև այնտեղ նրանք ուտում էին մի կտոր ձուկ։ Գրված է, որ նրանք երազում էին վարունգի ու ձմերուկի մասին, Աստված նրանց կողքն էր, բայց նրանք երազում էին ձուկ ուտեն, վարունգ ու ձմերուկ ուտեն։ Երազում են ստրուկ լինեն, որ այդ ամեն կերակուրը ուտեն։ Այսօր մենք ունենք Եղիայի Դավթի նախանձախնդրությունը Տիրոջ տունը կառուցելու համար։ Դե մենք էլ երազում ենք Եգիպտոսի մասին։ Մենք էլ երազում ենք մեր հին ճակերտների մեջ փափուկ կյանքի մասին։ Դե կար ժամանակ գուցե լավ
աշխատանք ունենք։ Աշխարհի մեջ աշխարհի եղանակներով դե լավ գումար ենք աշխատում։ Մարմնի ցանկություններն են կատարում, չկար հալածանք, չկար խոսակցություններ, Աստծո անվան համար չեն հայում, բադ բան չեն ասում, դե լավ կյանք ենք ապրում։ Սիրելի հոգի, այսօր մենք պետք է քննենք մեզ, արդյոք ուզում ենք Տիրոջ հետ ապրել, բռնված Տիրոջի, թե երազում ենք այն հին Եգիպտոսի կյանքը։ Սերնես մենք Աստծո զավակներ զինվորներ լինելով պետք է հաստատուն մնանք անապատում։ Մենք պետք է հաստատ քայլենք Տիրոջ հետ։ Տերը կրթում է մեզ, փորձում մեր հավատքն ու հավատարմությունը հենց անապատում։ Անապատում է երևում մեր վստահությունը առ Աստված։ Մեր հեշտ կյանքի մեջ շատ հեշտ է Տիրոջը հավատալ։ Եք հիշենք էլի Հոբի կնոջը։ Դեք ես մտածում եմ ինքը շատ լավ հավատում էր Աստծուն։ Գուցե իր հեշտ կյանքի մեջ հրավիրում էր հարևաններին սուրճի եւ պատմում էր Աստծո մասին։ Ասում էր դե Աստված տեսեք ինչ ողորմած է, ինչքան գթած է, բայց երբ եկավ անապատային փորձությունը, երբ եկավ դժվարությունը, նա միանգամից հակառակ կանգնել։ Եվ դրա համար մենք մեր դժվարությունների մեջ ենք ցույց տալի մեր հավատքը, մեր վստահությունը։ Անապատում չկա հարմարություններ։ Անապատում չկա այն քո սիրելի փափուկ բազկատորը, որտեղ կնստես եւ ֆիլմ կդիտես, որտեղ կզբաղվես քո սիրելի զբաղմունքներով, չէ, չկա անապատում սիրելիս, բայց անապատում կա զորություն, անապատում կա ավելի կարևոր բան, անապատում կա Սուրբ Հոգի Աստված, ով որ առաջնորդում է անդադար։ Եթե դու այսօր անապատի մեջ ես, սիրելիս, մի փորձի շեղվել այդ ուղուց, մի փորձի կամուրջներ կառուցել աշխարհի հետ, սիրելի հոգի։ Անապատի ուղին է, որ ինձ ու քեզ տանում է Քանան։ Չկա ուրիշ ճանապարհ Քանան հասնելու համար։ Այսօր Քրիստոսի հետ Սուրբ Հոգուց բռնված մենք պետք է անցնենք անապատը, որ հասնենք Քանան, Տիրոջ մոտ հաստատուն մնալով։ Մենք պետք է ազատագրվենք Եգիպտոսից, ինչպես ասացի։ Մենք պետք է մեր սրտից ներսից դուրս հանենք Եգիպտոսը։ Հին կյանքը թողենք անցյալում։ Հին կյանքը թողենք հետո եւ շարժվենք նորովի, որովհետեւ հիշում եք Տեր Հիսուսը ասաց, որ հին տիկերի մեջ նոր գինին չեն լսում։ Հիսուսը ասաց, որ հին հագուստի վրա նոր կարկատան չեն դնում։ Այսօր մենք էլ պիտի ազատագրվենք, թողենք հինը եւ նորովի գանք Տիրոջ առաջ, որ լցվենք Սուրբ Հոգով, որ լցվենք Տիրոջ գինիներով, առաջ շարժվենք Տիրոջից բռնված։ Այսօր շատ հեշտ է սիրելիս աշխարհի հետ կամուրջներ կառուցել։ Շատ հեշտ է աշխարհի հետ շարժվել աշխարհի եղանակով։ Շատ հեշտ է ճակերտների մեջ ուղիղ ճանապարհները ծռել աշխարհի եղանակներով։ Ծուռը կարող ենք ուղղել։ Աշխարհի մեջ ամեն ինչը հեշտ է, ծռմռվելը շատ հեշտ է, բայց չէ սիրելի հոգի։ Եկեք հիշենք Դանիելին։ Դանիելը չասեց, որ պատուհանները կփակեմ, թագավորին կխնդրեմ, ես մի որոշ ժամանակ նա ոչինչ Աստված ջան, միայն նեղություն չլինի ինձ հետ։ Այլ չէ, նա բացեց պատուհանները եւ ավելի բարձր աղոթեց իր Աստծուն։ Եվ ասեց, որ Աստծուս աղոթելով կմտնեմ արժուսների գուբը։ Սեդրակ Միսաք Աբեդնագովը ասացին, որ չենք ծրվելու Նաբուգորոսի պատրաստած արձանի դեմ, այլ նրանք ասացին, որ Տիրոջը խառաշ խոնարհվելով մենք կմտնենք կրակի հնոցը, եւ այդպես վարվելով նրանք գտան Տիրոջ ողորմությունը։ Եկեք հիշենք Պողոս առաքյալին, թանկագիններս։ Պողոսը բանտարկվեց Աստծո գործը անելու համար։ Գրված է, որ Ֆելիքս Կուսակալը անընդհատ կանչում էր Պողոսին եւ նրանից կաշառք էր սպասում։ Նա սպասում էր, որ մի փոքր կաշառք Պողոսը տա, բայց Պողոսը մարդկայնորեն չասեց, դե Տեր Աստված դուրս կգամ բանտից, այնտեղ դրսում ավելի շատ հիվանդների կբժշկեմ քո անունով, քո խոսքը կտարածեմ։ Այլ չէ, նա հույսով սպասում էր այն Աստծուն, ով որ խոստացել էր իրան, ում համար որ բանտարկված էր։ Նա իր անապատի մեջ Իսահակների ծնունդ չտվեց, այլ սպասում էր այն հույսին, որին այսօր ես ու դու ենք սպասում։ Հալելույա մեր Տեր Աստծուն։ Եվ մենք պիտի կարողանանք թանկագիներս հաստատուն մնալ մեր կյանքի անապատներում։ Հրեաները չկարողացան հաստատուն մնալ իրանց անապատի մեջ մի պարզ պատճառով, որովհետև նրանք երբեք չմոտեցան Աստծուն։ Այլ նրանք ամեն ժամանակ փնտրում են միջնորդներ Աստծո հետ շփվելու համար։ Նրանք ամեն ժամանակ խնդրում են եւ ասում են Մովսես գնա Աստծուն էս ասա։ Մովսես տես Աստված ինչ է ասում մեզի արի ասա։ Հեսու գնա սա արա։ Ահարոն սա խոսի Աստծո հետ։
Բայց չէ սելի հոգի, այսօր մենք Աստծո հետ պիտի շփվենք սրտից սիր, երես առ երես, որովհետև մեր Աստված անձնական Աստված է։ Աստված ուզում է, որ իմ ու քո հետ շփվի անձնական։ Աստված ուզում է, որ ես ու դի հավատքի կյանք ունենանք, լցվենք իրանով եւ զորացած կերպով առաջ շարժվենք։ Այսօր Աստված չի ուզում, որ մեր կյանքի անապատների մեջ միանգամից վազենք եւ խնդրենք. «Հովիվ աղոթի ինձ համար դուրս գամ անապատից»։ Միոցյալի վազենք եւ խնդրենք. «Աղոթի ինձ համար, որ դուրս գամ անապատից»։ Փառք Աստծուն մեր հովիվների համար, մեր օծյալների եւ զորավորների, որ ունենք մեր կողքին կանգնած։ Բայց թանկագիներս Աստված ուզում է, որ ամեն մեկս դառնանք այն զորավոր գործիքը, որին կօգտագործի ուրիշների կյանքի մեջ, ուրիշների կյանքում փոփոխություն բերելու համար։ Տերը ուզում է, որ մենք ուժեղ հոգի ունենանք մեր կյանքերի մեջ։ Ու սրա համար Պողոս առաքյալը գրում է Փիլիպեցիների եկեղեցիներին։ Փիլիպեցիներ 1:29 խոսքում Պողոսը այսպես է ասում. Եվ ձեզ Աստծուց դաշնորհ տրվեց ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք նրա համար, հալելույա։ Տիրոջ անվան համար չարչարվելը, հայհոյվելը, ծեծվելը դա մեծ շնորհ է սիրելիներս ամեն մեկիս համար։ Պողոս այս խոսքերը գրեց այն ժամանակ, երբ որ նրան բանտարկում էին, երբ որ նրան 40-ից 1 պակաս ծեծում էին, մտրակում էին, հալածում էին, բայց Պողոսը դա մեծ շնորհ համարեց, որ Աստծո անվան համար չարչարվում էր։ Դա այդպես եղավ նաև հին ուխտի վերջին մարգարեի եւ նոր ուխտի առաջին ավետարանչի կյանքում։ Հիշում եք ով էր հին ուխտի վերջին մարգարեն։ Քիչ առաջ Հովանես Մկրտիչը, Հովանեսի մասին եմ ես խոսում թանկագին։ 5 կտակար նոր կտականի առաջին ավետարանչը հին ուխտի վերջին մարգարեն։ Ղուկաս 1:80 խոսքից եկեք կարդանք։ Եվ մանուկն աճում էր ու հոգով զորանում էր, անապատներում էր, մինչև այն օրը, երբ նա երևաց Իսրայելին։ Հովանես Մկրտիչը։ Տեսեք, այստեղ մի հատ կարևոր բան կա, թանկագիներս։ Եվ զորանում էր, եւ անապատներում էր։ Տեսեք, այստեղ սերիս անապատ բառը գրած էր հոգնակի թվով։ Եվ այսօր մեր կյանքի ընթացքում, մեր հոգևոր կյանքի մեջ մենք անդադար կանցնենք անապատներ։ Եվ այդ անապատներն է, որ ինձ ու քեզ զորացնում է, տանում է հավատքից հավատ, զորությունից զորություն, եւ փառքից փառք հենց այդտեղ ենք աճում ու մեծանում։ Մենք պետք է ունենանք ուժեղ անձ եւ ուժեղ հոգի սերնես, որովհետեւ չգիտենք երբ կմտնենք անապատի մեջ եւ չգիտենք այնտեղից երբ ենք դուրս գալու։ Աստված 40 տարի Մովսեսի մեջ զորեց ուժեղ հոգի։ Եվ Մովսեսի հոգու զորությունն էր սերնես, որ նրան թույլ չտվեց, որ մնա եւ հաստատվի անապատի մեջ։ Իսկ այսքանից հետո ինչ եք մտածում թանկագինես։ Արդյոք Տերն ուզում է, որ ես ու դու մնանք եւ հաստատվենք անապատում։ Փառք մեր Տեր Աստծուն։ Սիրելի քույրեր, եղբայրներ, քանի դեռ մենք անապատում ենք, չպիտի հաստատվենք։ Այնտեղ չպիտի հիմքեր փորենք։ Մեր Տեր Աստվածը անապատում ապրեց վրաններում։ Աստված չասեց, որ հիմքեր փորեք եւ ես ապրում եմ այստեղ։ Եվ այսօր ես ու դու էլ պիտի հիմքեր չփորենք անապատի մեջ։ Հрьяաները ինչպես ասի չգիտեն երբ է Սուրբ Հոգին շարժվելու։ Եվ այսօր մենք էլ չգիտենք թե երբ է Սուրբ Հոգին շարժվելու մեր կյանքերի մեջ։ Երբ կառաջնորդի։ Եվ դրա համար ինչպես տեսանք բարձ օրինակը, պետք է ունենանք լսող ականջներ ու տեսնող աչքեր, որ շարժվենք Սուրբ Հոգու հետևից անդադար եւ հաղթանակած դուրս գանք մեր կյանքի անապատները։ Ինչպես Աստված Հովանեսին ուղարկեց սիրելիներս Տեր Հիսուս Քրիստոսի առաջից։ Եվ նա կանչելով ասում էր. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեք Տիրոջ ճանապարհները»։ Այսօր մենք էլ մեր կյանքի անապատների մեջ պետք է հարթենք Տիրոջ ճանապարհները, ուղենք բոլոր շավիղները, պատրաստենք մեր սրտերը այն վայրը, այն տարածքը, որտեղ կկանչենք Տիրոջ ներկայությունը եւ կգա։ Թանկագիններս, երբ ինքնաթիռը երկինք է բարձրանում, նա գնում է կոնկրետ ուղղությունով, այցնում է այնտեղ, որտեղ իրանց սպասում են, որտեղ մեր հայրը շատ սիրում են, չէ՞, որ ինքնաթիռը իջնում է, սկսում ենք ծափարել, ուրախանալ, որովհետեւ բարեհաճող Աստծո ողորմությունով իջնում ենք եւ հասնում ենք այնտեղը, որտեղ գնում ենք։ Գիտեք, մեկ անգամ լսեցի
որ վատ եղանակի խնդրի պատճառով օդաչուն ինքնաթիռը իջացրել ուղակի դաշտերի մեջ։ Սա Աստծո ողորմությունն է։ Դեք Աստծո փշրանքները կգան մեր կյանքերի մեջ, եթե նրան մենք չենք կանչում։ Կգա փշրանքները, բայց եթե մենք պատրաստում ենք այն տարածքը, որտեղ կկանչենք ու Սուրբ Հոգին կգա, նա կբերի ամբողջ հացը, նա կտա ամբողջը, որով մենք կբավարարվենք, որով կլինենք ավելի շատ օրհնված, քան այն ժամանակ։ Եվ այս ամենը թանկագիներս մենք կարող ենք միայն անել հավատքով, ճշմարիտ քայլեր եւ ճշմարիտ դավանանքներ անելով։ Հովանեսի ծառայությունից երկար ամիսներ չանցած թանկագիներս անապատում սկսվեց մի նոր ծառայություն։ Անապատից դրվեց անկյունակարը։ Անապատից փոխվեց աշխարհի ընթացքը։ Ում ծառայությունը սկսվեց Հովանեսի ծառայությունից հետո։ Այսօր շատ հարցեր եմ տալիս, Աստված օրհնի։ Անապատից սկսվեց Մատթեոս 4 առաջին խոսքից գրված է մեր Տեր Հիսուսի մասին։ Այդ ժամանակ Հիսուսը հոգու կողմից անապատ տարվեց սատանայից փորձվելու։ Նա 40 օր ու 40 գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց։ Եվ փորձիչը նրան մոտենալով ասաց. «Եթե Աստծո որդին ես, ասա, որ այս քարը հաց դառնա»։ Նա պատասխանեց ու ասեց. «Գրված է. ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է ելնում»։ Սիրես, այս խոսքի դավանանքը միշտ պետք է ունենանք մեր սրտերի մեջ թլպատված, որովհետև մենք էլ երբ քայլ արեցինք Աստծուն, երբ ընդունեցինք Տեր Հիսուսին, ոտք դրեցինք անապատ, ու եկավ ու ամեն ժամանակ գալիս է փորձիչը, իր ստերով ու կասկածներով հանդերձ։ Բայց երբ այս խոսքը ունենանք թլպացված մեր սրտերի մեջ սիրելիներս, մենք սատանային տեսնելուց չենք սկսի դողալ, կներեք, բայց չենք սկսի կրծել մեր եղունգները, այլ այս խոսքի զորությունով, այլ այս խոսքի միջոցով մեր Տեր Հիսուսի զորությունով կասենք. գրված է, սատանա հետից գնա։ Եվ ինչպես մեր Տեր Հիսուսը հաղթանակ տարավ հենց անապատում։ Ասեք 11 խոսքից գրված է մեր Տեր Հիսուսի առաջին հաղթանակի մասին։ Այդ ժամանակ սատանան նրան թողեց եւ ահա, հրեշտակները մոտ եկան եւ ծառայում էին նրան։ Հալելույա։ Սերի քրիստոնյա, Հիսուսը ինձ ու քեզ կանչել է ազատության մեջ։ Տերը ուզում է, որ մենք ազատության մեջ երկրպ արթուն մնանք ու պատրաստ լինենք։ Սատանան մռնչում է այն ժամանակ, երբ որ ես ու դու մեր մեղքով, մեր սխալով օրինական իշխանություն ենք տալիս մեր կյանքի մեջ։ Բայց սատանան միշտ մլավել է ու պիտի մլավի Հուդայի առյուծի առաջ, որովհետև նա իշխանություն ու իրավունք չունի մեր կյանքերի մեջ։ Այո, դա այդպես է, սիրելի հոգի։ Իսկ եթե քո ընկերը, քո հայրը, Տերն ու Փրկիչը Հիսուս Քրիստոսն է, այսօր վերցրու քո զենքերը եւ առաջ գնա քաջ զինվորի պես, որովհետեւ հաղթանակած դուրս ես գալու քո կյանքի բոլոր անապատներից։ Ու քեզ ծառայող հրեշտակները գալու են քո մոտ, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսի մոտ։ Սիրելիներս, բայց եւ մենք չպետք է մոռանանք մի կարևոր բան։ Մենք միշտ պետք է արթուն ու զարթուն մնանք, ինչպես Տերն է ասում։ Մենք պետք է հիշենք, որ սատանան ունի իր հիմնական ստերը, որոնցով նա կգա մեր կյանք։ Դեք փորձիչը միշտ կգա մեր կյանք ու կհիշեցնի մեր անցյալի ձախողումները, անցյալի մեղքերը։ Ու եթե մենք սկսենք դրանցից բռնվել, մենք առաջ չենք գնա։ Պատկերացրու, որ մի սար ես ուզում բարձրանալ ստելի հոգի ու քեզ կապել ես պարանով մի տեղ։ Մենք կքայլենք ինչ-որ ժամանակ ու պարանը կձգվի եւ կվերջանա։ Նույնքեփ մենք եկել ենք եկեղեցի, եկել ենք ու վերջի շարքից քիչ-քիչ առաջ են գալիս, բայց այդ պարանը կվերջանա, կձգվի սիրելի հոգի։ Ու դրա համար մենք Քրիստոսով պիտի նորոգենք մեր միտքը, բաց թողենք այդ պարանը, որ առաջ գանք, որ բարձրանանք Տիրոջ մեջ եւ աճելով զորանանք։ Փառավորվի մեր Տիրոջ անունը, բայց կա մի ուրիշ սուտ էլ։ Սատանան ունի մեկ ուրիշ սուտ էլ, որը առաջին հայացքից դա ոգևորող է։ Առաջին հայացքից մեզի ուժ է տալիս։ Գիտես, սատանան մեզի կհիշեցնի իր պարտությունները անցյալում։ Ասի դե դու հասել ես տեղ, դու աղոթեցիր այն մեկը բժշկվեց։ Դες դու աղոթում ես ուրիշի համար եւ գործ եղավ։ Դու արդեն քարոզում ես, դու հասել ես տեղ, ուրիշ ոչինչ չունես անելու։ Սիրելիս, բայց այս ամենը եթե մենք սարքանք մեզի հենակետեր, հենասյուներ, մենք կձախողվենք եւ վայր կընկնենք, որովհետեւ Քրիստոսով ամեն բան նոր է։ Ամեն առավոտ նորովի է բացում։
Եվ պետք է մենք առաջ շարժվենք Տիրոջ ձայնը լսելով, Տիրոջից բռնված։ Աստծո խոստումը ընդունելու համար սիրես մենք պետք է դեն նետենք բոլոր մարդկային ջանքերը, որոնք ծնունդ են տալիս Իսմայելներին, Իսմայելներին մենք պետք է հեռու գցենք մեզանից սերներ։ Աստված իր լավագույն զինվորներին ստեղծում է հենց տառապանքի արդյունքում, հենց անապատում։ Եվ այսքանից հետո ինչ է կարծում, ինչպիսի վայր է անապատը։ Հանկագին հոգի անապատը ոչ միայն առանց ջրի վայր է, անապատը միայն ծառավ մնալու վայր չէ, այլ այն զորանալու, գայթակղությունների վայր է։ Այնտեղ զորություն ենք ստանում եւ մարզում ենք մեր հոգին։ Անապատում մեր հակառակությունների, դժվարությունների նպատակը, ինչպես ասացի, ոչ թե վայր ընկնելն է, ոչ թե ծռվելն է, այլ զորանալն է ու սпасելն է մեր գալիք հաղթանակների համար։ Աստվածաշունչը ասում է, որ անապատը այն վայրն է, որտեղ պատրաստում է Տիրոջ ճանապարհները։ Եսայի 43 խոսքից գրված է. Անապատի մեջ կանչողի ձայնը։ Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը եւ ուղիղ արեք ամայության մեջ շավիղը, մեր Աստծո համար, եւ ամեն ձոր թող բարձրանա եւ ամեն սար ու բլուր ցածրանա, եւ ծուռը ուղիղ դառնա, եւ խորթուբոր տեղերը հարթահատակ, եւ պիտի հայտնվի Տիրոջ փառքը եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն, որովհետեւ Տիրոջ բերանն է խոսել։ Հալելույա Հիսուսին։ Տիրոջ խոսքը չի անցնում սերներս։ Հանկագիններս Տիրոջ ճանապարհները մարդկային ուժերը չի։ Տերը ասում է, որ անապատում գոռոզությունը այդ սարերը խոնարհվելու են։ Իսկ այն ցածրերը ձորերը, որոնք սпасում են Աստծուն, նրանք բարձրանալու են։ Տիրոջ ընթացքի մեջ ամեն բան հակառակ է։ Ես շատ սիրում եմ հոգևոր կյանքի մեջ այս բանալին։ Նրանք, ովքեր խոնարհվել են եւ սпасում են Աստծուն, կբարձրանան։ Տիրոջ զորությունը ուրիշ ձև է սիրելիներ։ Վերև բարձրելու միակ ճանապարհը ներքև իջնելն է, հոգևոր կյանքում դա միակ ճանապարհն է։ Մեր Տեր Հիսուսը իջավ ներքև եւ դրա համար Հայրը բարձրացրեց եւ դրեց ամենավերևում։ Հանկագիներս կա նաեւ մեկ այլ բանալի, որի միջոցով մենք կարող ենք հաղթանակել։ Մեր անապատների դժվարությունները մենք այնպես պետք է նայենք ու տեսնենք, ինչպես մեր Հայր Աստվածն է տեսնում։ Հիշում եք Դավիթ թագավորը թանկագիներս իր սաղմոսների մեծ մասը գրեց նեղությունների, անապատների մեջ եւ Աստծուն փառք տալով կարողացավ ուժեղ մնալ եւ այդպես հաղթանակած դուրս եկավ։ Եվ մենք պետք է միշտ մտապահենք սներս, որքան մեծ են հակառակությունները, դժվարությունները, այնքան մեծ է իմ ու քո կյանքում Տիրոջ փառքն ու զորությունը։ Որովհետև ինչպես կարդացի, Տերը ամեն փորձան հետ երկնել է տալիս, առաջնորդելով կրակի եւ ամպի սյունով։ Սներս բացև այնպես մենք էլ չպետք է ծալենք մեր ձեռքերը ու նստենք։ Մենք կկարողանանք դիմադրել, անցնել ամեն դժվարությունները, փորձները, խնդիրները միայն մի դեպքում։ Եթե գործածենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի տված բանալին։ Բանկագիններս հաճախ այն ինչը համարում ենք սատանայի գայթակղությունը, դա մեր կյանքի, մեր բնավորության, մեր սրտի ծածուկներն են, մեր բնավորության ծածուկ գծերն են, սրտի գաղտնիքներն են։ Եվ դրանք ազատվելու համար մենք պետք է շատ ջանք գործադրենք ու ձայնենք մեր Սուրբ Հոգու պտուղը, ինչպես ասի։ Եվ երբեք չդադարենք վստահել Աստծուն, այլ պահենք այն տեսիլքը սիրելիներս, որ նա տվել է մեզ։ Անկախ նրանից, թե ինչքան դժվար է հանգամանքները։ Հիշում եք Հովսեփին, սիրելի հոգի։ Հովսեփի կյանքը անհույս էր թվում, գնալով վատանում էր։ Նրան սկզբում գցեցին փոսի մեջ, հետո վաճառեցին ստրկության օտար երկրի մեջ։ Եվ դրանից հետո նա պահում էր Աստծո խոսքը, դրա համար բանտարկեցին։ Կարծես գնալով ամեն ինչ վատ էր գնում։ Բայց ինչ է ասում Տեր Հիսուսը։ Ինչ եղավ։ Մարկոս 10:27-ում Տեր Հիսուսը ասում է. Հիսուսն էլ նրանց մտիկ տվեց եւ ասեց. Մարդկանց կողմանը անկարելի է, այլ ոչ թե Աստծո կողմանը։ Որովհետև ամեն բան կարելի է Աստծո կողմանը։ Այսօր քո կյանքի մեջ այն ինչը խավարի է գնում, քո մարդկային աչքերով դեպի վատն է գնում, սիրելի հոգի։ Չէ, Աստված ասում է, որ իմ կողմանը կարելի է։ Ես կարամ քո կյանքի մեջ։ Մեր գործը միայն հավատալն է ու վստահելը, սիրելիներս։ Այսօր նույն վերաբերվում է ինձ ու քեզ, սիրելիս, պետք է գործենք, հավատանք։ Պահենք այն տեսիլքը, հույսի դավանանքը, ով որ անարատ է եւ մաքուր է պահում։ Ձեզ անապատը մի տեղ է, որտեղ պիտի ունենանք ճիշտ սպառազինություն, ճիշտ հագուստ։
Երբ որ մենք գնում ենք օվկիանոս, թանկագիններս չենք հարկնում ձմեռային զգեստներ, այլ համապատասխան օվկիանոսի զգեստ։ Երբ որ մեզ հրավիրում են երեկույթ, մենք հարկնում ենք երեկույթին համապատասխան։ Եվ այսօր նույն կերպ անապատի մեջ սիրելի հոգի։ Մենք պետք է հագնվենք անապատին համապատասխան զգեստներ։ Ուղղակի ֆիրմա զգեստներ կրելով Nike եւ Adidas մենք չենք կարող հասնել մեր կյանքի անապատը։ Այլ անապատում պիտի մենք հագնենք քթանից հագուտ, որն է Սուրբ Հոգու զորությունը, Սուրբ Հոգու առաջնորդությունը։ Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք հաղթանակած դուրս գալ մեր անապատները։ Դավիթի, Հովսեփի, Մովսեսի, Հիսուս Քրիստոսի եւ մնացած այն զորավորների պես թանկագիններս, որոնք Հիսուսից Տիրոջից բռնված հաղթանակած դուրս եկան անապատներից, որ փառավորենք Տիրոջ սուրբ անունը։ Եկեք կանգնենք Տիրոջ ներկայության մեջ։ Եկեք կանգնենք եւ աղոտ բարձրացնենք Տիրոջը թանկագիններս։ Հալելույա Տեր, փառավոր արքա, թող փառավորվի քո սուրբ անունը Տեր։ Եկեք պահենք մեր սրտերի մեջ մեր կյանքի դժվարություններն ու անապատները։ Սիրելի հոգի, որ դու նայում ես, գիտեմ որ կվկայես, որ դու անցար ինչ-որ անապատ, այս աղոթքից հետո, Տիրոջը հավատալով, փառավոր Տեր սքանչելի արքա, ոնց զորած ձեռքերի մեջ բերում ենք մեր կյանքերը, Հայր, մեր կյանքի դժվարությունները Տեր, այս փուլերն ու անապատները Տեր, դու ես այն Աստված, ով կարող է առաջնորդել, Տեր, այսօր խնդրում եմ, որ գործես, բացես ամեն մեկիս աչքերը, Հայր, բացես ու տաս տեսիչներ, որից բռնված կանցնենք այս ընթացքը, Տեր, թող գա քո զորությունը ամեն մեկիս կյանքի մեջ, Հայր, քո իշխանությունը Տեր կանչում եմ Եշուա, միայն քո անունը կանչում եմ մեր կյանքերի մեջ, որ ճեղքենք ամեն ծովերը Տեր, ամեն անապատները կարողանանք անցնել քո զորությունով, որ փառավորեն քո սուրբ անունը Տեր, որ ամեն աշկ տեսնի եւ ամեն ականջ լսի քո զավակների համար կատարած քո գործերը փառավոր արքա, քո զորությունը Եշուա Տեր կանչում եմ ամեն մեկիս կյանքի վրա Տեր, եւ դավանում եմ որ քո զորությունով մենք կանցնենք ամեն անապատները, ամեն դժվարություններն ու փորձությունները Տեր Հիսուս թագավոր, քո սուրբ անունով Եշուա Տեր, լցրու Տեր արքա մեր կյանքերը, առաջնորդիր ամեն մեկից Տեր արքա, քո զորությունով ու սրբությունով, Եշուա Աստված քեզ ենք ուսացած, քեզ ենք կանչում Հիսուս թագավոր, եւ հավատում ենք որ լսում ես փառած արքա, եւ գոհանում ենք որ արդենից պատասխանում ես, շնորհակալ ենք որ ունենք ամեն պատասխան փառած Տեր, փառք ես Հավիտյանս Հավիտանից, այսօր եւ միշտ փառավորվես մեր խնդիրների այս պատասխանների մեջ, Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին, Ալելույա, ամեն։ Փառք Աստծուն, թանկագիններս, ես հիշում եմ մեր լավ սովորության մասին, որ մինչև օրհնության խոսքերը չենք վերցնում, տուն չենք գեթում, այսօր էլ եկեք լիքը վերցնենք օրհնության խոսքերը, հետո նոր եթանք տուն։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ։ Ամեն։ Եվ եկեք իրար հետ ասենք թանկագիններս, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը եւ Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։